կյանքի այս փորձը, այս դառնությունները ձեզ չհուշեցին, որ խնդիրը սահմանադրությունն է։ 1920 թվականին Հայաստանը պարտվել է, որովհետև Հայաստանը խորհրդարանական էր։ Իսկ խորհրդարանական մեծամասնությունը ի վերջո որոշեց, լավ, մեկ է մեր բյուրոն է որոշում ընդունում, հակակշիռ չկար։ Երբ Ալեքսանդրապոլի պայմանագիր էին կնքում, գիտեք, Սարդարապետի չկար առանձին գործադիր իշխանություն, որը Սարդարապետի օրինակով ասեց, լսեք, մենք Սարդարապետում կռվել հաղթել ենք, այն ժամանակ ուժերի հարաբերակցությունը ավելի վատ էր մեր եւ թշնամու։ Հիմա այս ինչի է գլուխներդ կորցրել։ Ի վերջո փետրվարյան ապստամբությունը ցույց տվեց, չէ՞ որ ներուժ կար։ Դա իշխանության ճյուղերի տարանջատման բացակայության հետևանքներ, եւ մենք դա առաջնայինն ենք համարում, որովհետեւ հազար կյանք չունենք, որ կարեւորագույն գործերը հետաձգենք։ Իսկ իմ մյուս հարցերի մասին, որ դուք ասացիք շատ տեղին, որ կարող է լինել տարաձայնություններ, բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը վատթարագույն դեպքում ընդունված կլինի 6 ամսվա ընթացքում։ Եվ այդ 6 ամիս հետո մենք մեր ընտրություններով ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե երկիրն ինչպես է լինում։